Մեծարգո նախագահ, քննարկվում է ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում մեր գործընկեր Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը։ Վահագն Ալեքսանյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահն է, 7-րդ, 8-րդ, արդեն նաև 9-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր եւ դարձյալ այն գործիչներից է, որի վերաբերյալ այս երկու օրվա քննարկումներում որևէ քննադատություն չլսեցի։ Նա մեր թիմի առանցքային գործիչներից է, որն ամենաբարդ պահերին երբեք չի խուսափել քաղաքական պատասխանատվությունից եւ առաջին գծում պաշտպանել է մեր պետականության շահը։ Վահագնը իր ամենօրյա աշխատանքով, քաղաքական ազնվությամբ եւ սկզբունքայնությամբ ապացուցել է, որ պատրաստ է ստանձնել ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը։ Վահագն Ալեքսանյանի մասին խոսելիս առաջին հերթին պետք է ընդգծել նրա քաղաքական ազնվությունը եւ աշխատասիրությունը։ Մարդ, որն իր քաղաքական ճանապարհը անցել է բոլորի աչքի առաջ բաց եւ թափանցիկ։ Այսօր ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում նրա պատրաստվածությունը, քաղաքական կամքն ու փորձառությունը ունեցող գործչի առաջադրումը լիովին օրինաչափ է։ Բայց իհարկե նաև պետք է փաստել, որ ընդդիմության համար ընդունելի չէ, որովհետև նրա քաղաքական պատասխաններն այս ամբիոնից միշտ եղել են սուր, դիպուկ եւ հասցեական։ Ես ուզում եմ նաև անդրադառնալ այսօր այս երկու օրվա ելույթներին, չեմ կարող չխոսել մեր ճիշտ է 4 օր է ազգային ժողովում քննարկում ենք բոլոր հարցերը, բայց հարգելի գործընկերներ, ասելիքներ իսկապես շատ կա, շատ ենք ունենալու տարբեր ֆորմատներում քննարկումներ, ամենօրյա քննարկումներ եւ բովանդակային քննարկումներ եւ իմ կարծիքով պետք չի այստեղից միգուցե պետք է, բայց դա ոչինչ չի ասում, երբ կարելի է դա մանրամասն քննարկել այլ ֆորմատում, օրինակ խոսել Կուրթանի կամ Գուլաքարակի բյուջեից ու տրակտորից, օրինակ, պարոն Ֆարմանյանը խոսում է մեր կարգախոսից եւ ասում է տեր կանգնեք կարգախոսը ասում է տեր կանգնեք խաղաղությանը, իսկ դուք տեր եք կանգնել տնտեսական խաղաղությանը։ Այո, պարոն Ֆարմանյան, մենք ուզում եմ տեսնել որտեղ։ Այո, պարոն Ֆարմանյան, մենք տեր ենք տնտեսական խաղաղությանը, կանգնել ենք, կանգնում ենք եւ կկանգնենք եւ բավականին մեծ ներդրումային միջավայր եւ տնտեսական կայունություն դեռ ավելի լավ, քան այսօր է ստեղծելու ենք եւ տեր ենք կանգնելու։ Այ օրինակ ակամայից ձեր ելույթում հիշեցի ընտրություններից առաջ, երբ ընտրությունների ժամանակ, երբ 2 օր առաջ արդեն դուք գոչում եւ կոչում եք, որ սահմանափակումներ են լինելու, եւ այո, 2 օր հետո այդ սահմանափակումները եղավ։ Այստեղ պետք է հասկանալ դուք ոնց եք վերաբերվում նման գործելավոճին եւ արդյոք որ երկրի շահն եք սպասարկում։ Կամ օրինակ ներդրումներից եք խոսում, դուք պեկում եղել եք, պեկում աշխատել եք Գագիկ Խաչատրյանի ոչ միայն այո ժամանակ եւ կոռուպցիան իր պիկին էր։ Այդ ժամանակ ներդրումային լավ երկիր էր։ Պարոն Ֆարմանյան, օրինակ այդ ժամանակ Կարեն Կարապետյանը, նշեմ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար էր, նախագահի աշխատակազմի ղեկավար էր, խմբակցության հետո էլի խմբակցության падգամավոր էր։ Ուզում եմ հասկանամ այդ ժամանակ ներդրումային եւ ինչպես եք ասում, տնտեսական խաղաղություն կար կամ տնտեսական լավ իրավիճակ էր։ Այսօր Հայաստանում արհեստական բանականության գործարան է կառուցվում, տարբեր ոլորտներում խոշոր ներդրումներ է արվում։ Խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել վիճակագրությունն ու աշխարհագրությունը, այն ուղին, որով հիմա շարժվում է Հայաստանը, խաղաղության եւ թրիփ նախագծի տրամաբանությամբ էական զարգացում եւ մեծ ներդրումներ է բերելու։ Եվ վերջում իհարկե կար կուզեմ խոսել նաեւ պարոն Աբրահամյանի ելույթից, պարոն Աբրահամյան, երբ ձեր մեր գործընկեր Լիանա Մանուկյանը ասաց, որ ես եկել եմ մեծ բիզնեսից, ես փաստեցի, որ դուք բոլորդ եք եկել մեծ բիզնեսից եւ չէի մտածել, իսկապես չեմ կարծել, որ դա վիրավորական է հնչել եւ հատկապես հեյցի կառավարման համատեքստում էի դա ասում։ Պարոն Աբրահամյան, նախ ամբողջ նախընտրական շրջանում ու հիմա էլ փորձում եք էլի մանիպուլացնել արտաքին պարտքի թեման։ Ասում եք պարտքն ավելացել է, բայց հնան չի ավելացել։ Բա պարտք-հնա հարաբերակցությունը դուք տեսել եք։
50%-ի մակարդակում է, ինչը վերջին տարիների ամենացածր ցուցանիշներից է եւ համարում ենք լրիվ կառավարելի։ Բոլոր միջազգային կառույցները, վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունները արձանագրել են, որ Հայաստանում պարտքը կայուն է եւ կառավարելի։ Բայց չգիտեմ ինչի դուք ձեր թիմով փորձում եք այստեղից մանիպուլացնել եւ հակառակն եք պնդում։ Աղքատություն չեք խոսում։ Ինչու եք վերցնում մեկ մարզի օրինակը եւ բերում եք այստեղ ամբյոնից, ասում եք աղքատության ցուցանիշը բարձր է։ Ինչի ընդհանուր ցուցանիշից չեք խոսում, ընդհանուրից։ Աղքատության մակարդակը երկրում Հայաստանի Հանրապետությունում այսօր պատմական ամենացածր նիշի վրա է։ 2024 թվականի տվյալներով աղքատությունը 21.7% է, իսկ ծայրահեղ աղքատությունը 0.6%։ 24-ի տվյալներով, որտեղ 25-ը դեռ չի հրապարակվել։ Ամբողջ թվերը թողած, ամբողջական թվերը եկել եք մեկ մարզի տվյալն եք, ինչը նորմալ չի եւ դասական մանիպուլյացիա է։ Վերադառնալով հիմնական թեմային, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ամփոփելով, ասեմ, որ միաձայն կողմ է քվեարկելու ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում մեր շատ սիրելի տաղանդավոր եւ պարկեշտ գործընկեր Վահագն Ալեքսանյանի թեկնածությանը։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։